Ինչ ուրախությունացուց տալի, մի քիչ սեր ես տալի, հիմա ինչ անում, կոտորվում այս փողոցից բրգա չունենայեք։ Իհարկե ես հույս ունեմ, որ ինքը որդեգրվի գնա, բայց նայեք ինչ անում։ Այ սիրում, նայեք հենց սրա տեմպերամենտը։ Սերիկը կողքից նրա դալու։ Ախ չի, սիրում ես քեզ։ Էսի բանը բիգլի խառնուրդ է երբեք, բիգլի խառնուրդ, սպասում եմ որ իրան սիրեն ու տանեն, մեկը տանի, որ քրի տան 10 կիլո շունը։ Գնա, այ սիրում։ Նայ, տեմպերամենտը նայեք։ Այ սիրում։ Անի սիրում ես քեզ, Սերիկը խանդում է, խանդի։ Ես էլ եմ սիրում։ Ոյ ջուգիու։ Վիճակը։ Պաբլոն էլ ընդեից են իր ադելու։ Արի Պաբլո։ Արի։ Օխ, վիզ ժապի։ Սիրում, ով է քեզ տանելու, հն? Այս սրան ով է տանելու, փողոցից փրգել եմ, այ մարդ, փողոցից, մահից փրգել ենք, ախ, Սերիկն ինչ ան, ասում է պրիչոսկետ վատա, լզրան նայ, դիժ, այլանդակ, գրող քեզ, Սերիկին է սիրում, շուշուկիտ, մազերս, վիճակը, օհ, կերեք իրար, խանդում են, դիժ, ենի աղջիկա են տղա, Արի աղջի, արի, ասմա չէ թող ոչ ոք չգա, դու ինձ սիրի, Սերիկը տերմեք ինչ մեծ է, հլը ինչ մեծ է, վարաս, ծխկվում է, այսենց ասում է ինձ սիրի, նայ, ոտ ատանգում ասում է ինձ սիրի, Անհամբեր սպասում եմ Սերիկին մի հատ լավ տեր ուզի, լավ տեր, մեծ հողով, հա Սերիկ, ձիերով, մեծ կալվածքի տեր անձնավորություն, որ տանի ու Սերիկին սիրի, հա Սերիկ, հա, ձակ վաղտից, այսենց ինձ թաթ էր տալի, առաջին անգամ մեր հանդիպում եղել է թաթով, այսինքն ինձ թաթ է տվել, ինքը 15 օրեկան էր, չումային, ընգեինը ձակով, հետո իրան փրկեցի, 2 ամիս չարչարվել եմ, բայց ինքը ապրեց ու հիմա իմ հետ է, հետո լամլոզ ընգավ, էլի հաշեր ուտում, տարա կլինիկա, փրկեցին իրան, հիմա իմ հետ է, վիճակը, համար հիմա սպասում եմ, որ եթե լավ տեր կլինի իրան, այս գոնչոյին իմ մոտի ամենամեծ շունիկն է, ու ամենախելացի, մեծ տարածքով, ձիերով, մեծ կալվածքներով, որ ինքը գնա անդեղ չձանձրանա, իրան սիրեն, ինքը իրան երջանիկ զգա, ինքը շատ կապրիզնի է, ես կապրիզները չեմ կամ տանեմ, դա համար նենց մեկը լինի, որ իրա կապրիզները տանի, մի հատ շունը լի իրան սաղորը սիրեն, ինքը իտ է ուզում, սաղորը ուզում է, որ իրան սիրեն, ատենց մարդ, եթե կաս, որ մենակ իրան կսիրես, հայտնվիր, չիպավորված, պատրաստի, անձնագրով պատվաստված, Սունիկա, վիճակը, լել, Ույ, Գզիրեմ ոդիկիս, վիճակը խծիցի նյորդույթ թատիկույթից, ես եկավ, ես Ֆոքսիկին էլ եմ տերը մանգալի, պստիկ, բիգլի խառնուրդ, նորաբաց գյուղում ինչ անում, չգիտեմ, այսինց ֆրագով աղջիկ, սերջացված զակ չի բերելու, ձեզ խլապոտ չի անի, պատվաստված, անձնագրով, պատրաստի աղջիկ, սպասում է իրա տիրոջը, են սիրում է սիրվել, ոյ նայք ինչ սիրուն է, հələ գլուխդ պայթոտ են այնքիզ, նայք, նայ, այսինչ գալքս աղոր ուզում է սիրվի, նայք հələ, հələ նայ կամերային թոքես տենան, Ոյ, Ֆոքսիկ,
Նայեք ինչ անում։ Նայեք ոնց է գալիս, այստեղ ավարվում, այսինչ սեր է ուզում, սեր է ուզում։ Տենց մեկը կա, մի տարեկան երևի Շունիկա, մի տարեկան, իրան բրախել էին ես անտեր նորաբացում, երևի ձակեր ունեցել էր դրա համար, բայց ձակերին չեմ տեսել, բրախել են իրան այստեղ, բայց ինքը սիրո կարիք շատ ունի, շատ մարդամոտ, շատ բարի, աղվեսիկ, բդերով, բղոլով բդով աղջիկը, ու ֆրակով, սիրուն աղջիկը, ով ուզում է, ասեք, բայց լավ մարդիկ, վատ մարդիկ անկապ չգրեք, ցեպի վրա չենք տալիս, չէ, էլ ոնց չենք տալի ֆոքսիկ ասա, գոմում պահելու պայմանով չենք տալիս, Մենակ տալիս ենք տունը անկողնու մեջ պահելու պայմանով, ծովերում մանտալու պայմանով, սիրելու պայմանով, այսինչ կացելու պայմանով ենք տալի։ Համաձայն եք, եթե հա, ուրեմն ֆոքսիկին ուզեք, 10 կիլո շունիկա, շատ չէ։ Շատ խելացի է, շատ մայմուն է։ Նո, Սերիկը բա, Սերիկի մասին չմոռնաք, իր մոտի ամենամեծ շունիկն է, 40-50 կիլո։ Տավարա։ Ով ասում է, որ պաչում ես մաս չես կուր տալի, կուլ ենք տալի, նորմալ է։ Իրեմ ես ես։ Թքեմ ես ձեր նամուսին ստեն ասե։ Արի տենամ ֆոքսիկը, զա գավոտերի տակից, նայ։ Արի տենամ ֆոքսիկը, Սերիկը չթողեց։ Ես ձեր մազերի ինչն եմ ասել։ Մեզ է լավ այդ մազերը։ Իրանք ստեր ջացված, պատվածված են, ճիճվաթապված են, մաքուր շունիկներ են, իրանք մազը վտանգավոր չի։ Չիսիչ մեծ է, Սերիկ։ Մեծ է, բայց երեխա է, երեխա։ Թոտիկ կտալի, թոտիկ։ Սպրեմ կծեմ։ Պոչ։ Մեծ սունիկ ուզող կա։ Բայց որ իրան շատ կսիրի, որտեղ ինքը ստրեսից կարա հաշուտի ու մահանա։ Շատ իրան շիրեն։ Ես իրան 15 օրեկանից գիտեմ, 15, հավատում եք։ Ես անում Սիրիկ։ Ամաչում ես, հա? Սիրիկ ամաչում ես, Սերիկ ամաչում ես։ Սերիկ ամաչում ես։ Կյանքը Սերիկը, ներվերս շատ է ուտում, շատ, որովհետև ինքը ահավոր կապրիզնի է, իր ասացի է, ահավոր, ես չեմ սիրում տենց բան։ Շատ եմ ջղայնանում իրա վրա, շատ։ Ես չգիտեմ որտեղից եմ պաուզա տվել, բայց ես ահագին վաղ պատմում էի ու պարզվեց, որ ես պաուզա եմ տվել, շատ վատ է, բայց երևի Պաբլոյի հատվածից եմ պաուզա տվել, որ իրա մասին էի պատմում, հիմա պատմում իրա մասին ամենասկզբից, ես իրան երբ որ տեսա իմ շունիկը նոր էր մահացել մի քանի ամիս առաջ, ու ես որոշել էի հստակ, որ ես երբեք ոչ մի շունիկ չեմ վերցնելու, այլևս չեմ պահելու, որ այդ նույն ցավի մեջով չացնեմ, որտեղ ինձ ով տենում էր, ասում էր հերը քեզնից որ տնից մեկը մահացած լինի, ես ասում եի տենց էլ կա ինքը իմ երեխան էր։ Ու Պաբլոյից որ տեսա, ասենց պստի կոկոզները կախ ետիներ քսում այս ճապի, ասում էի սով այս սիրուն շունիկը, ով է իրա տան շունիկին, իրան, հանե փողոց գցի, ամոթ իրան, բան, ասում էի հաստատ մեկը կսիրի իրան ու կվերցնի, տենց էի մտածում, բայց պատկերացրեք, դրանից բուկվալ 2 շաբաթ հետո, ուշադիր ինձ անայմ հլե, բուկվալ 2 շաբաթ հետո դրանից, ես Պաբլոյին
տեսնում եմ ոտքեր արդեն վնասված, ջարդված, հետևի ոտերը, այսինքն թոփլտումներ, քաշ էր տալիս։ Ասի ես Պաբլոյին վերցնեմ, տանեմ իրան վիրատեմ, Ֆոքսիկ ջան, քո մասին պատմեցի, սպասիմա Պաբլոյի մասին պատմեմ։ Եթե հարկի վիդեոը մերևացա, չգիտեմ որտեղից է պաուզան եղել։ Մի խոսքով ու Պաբլոն ասացի, ոյ Ազիզ ջան, վերցնեմ քո ոտիկները դասեմ ու քեզ տամ որտեղ գրմամ, որտեղ հստակ էի որոշել, որ ես երբեք շունիկ չեմ պահելու, հա կյանքս։ Մամանե քեզ է շատ սիրում։ Ու տենց դրեցի փորթեգրման post, ով գալիս էր ականջների վրա, ոյ լաբրադորի խառնուրդ թա ուզում են պահեն, դեսախ PR-ի համար են, չէ։ Ու մեկ էլ գալիս էին, մեկ էլ կտենա ստենում էին հենց ոտը այսպես թոփլտում, հա։ Ու ինչ լավն է, հենց քայլում էր այսպես թոփլտում էր, այսպես հերելում Պաբլոն։ Ոյ, մենք ձեզ կզանգենք, բան, սենց հասկանում եմ, որ всё գնացին սրանք հելնեսների նման, ու տենց մի տարի շարունակ Պաբլոն այդ տենց գալիս էին սիրուն մռութի վրա ու իրան չէին ուզում։ Ես է հոգնեցի ու ասեցի Պաբլո, այն վաղ իրան ճստու էի ասում, ասի դուս ճստոնես, հիմա ես քեզ Պաբլո կկոչեմ, Պաբլո։ Ու դու կդառնաս Պաբլո իմ շունով, որտեղ իմ բոլոր փոստերը հանեցի, ու ինքը դառավ իմ երկրորդ շունիկը, ասի դու իմ մեկ մինչև կյանքի վերջ կմնաս։ Ու տենց էլ եղավ։ Տենց էլ եղավ։ Աշխարհ փոխվեց, բայց Պաբլոն մինչև հիմա իմ հետ է։ Ու մինչև վերջին իմ հետ կմնա, որտեղ ինքը շատ վախեցած էր։ Եթե ես մի օր գտնեմ այդ հին վիդեոները ու ֆոտոները, որ ոնց եմ ես իրան գտել, ինչ վախեցած, հավատացեք ինքը ուրիշի հետ չի ապրի, չէր ապրի վստահ է այն ժամանակ, հիմա կարող է, բայց այն ժամանակ դժվար։ Դրա համար ինքը մինչև վերջ իմ հետ կմնա, շատ են հարցում ով է Պաբլոն պատմի իր մասին, հիմա պատմում եմ իր մասին։ Ու տենց Պաբլոն դարձավ իմ երկրորդ շունիկը, բայց փրկված շունիկը, որտեղ առաջինը առած ա եղել, բայց ես չեմ առել, ախպերս ա առել տարիներ առաջ։ Դարձավ իմ առաջին փրկված շունիկը Պաբլոն։ Ու ինքը դարձավ իմը, որտեղով գալիս էր սաղ PR-ին ուզում անին։ Ես էլ ասի всё, դու կդառնաս ճստոյիր, բայց կդառնաս Պաբլո։ Տենց։ Այդ Պաբլոյի պատմությունը, հա կյանք։ Ու ինչի Պաբլոն Ֆրանց, որովհետև Պաբլոյից հետո շատ շունիկներ են փրկել, բոլորն եկել են, Պաբլոն սաղի հետ ճանաչել է, ընկերացել է ու բոլորին տվել են որդեգրման։ Ու հույսով եմ, որ հիմա մի հատ Պաբլոյա պլյուս 22 շունիկ։ Հույսով եմ նու Գրաֆինյան հանած, որտեղ Գրաֆինյան էլ մինչև կյանքի վերջ արդեն իմ հետ կապրի։ 22 շունիկ, 21 շունիկ, հուսով եմ, որ կորդեգրվեն ու կգնան իրանց լավ տերերի մոտ։ Այն մարդկանց, ովքեր իրանց լիարժեք կսիրեն ու լավ հոգ կտանեն։ Ես միայն այդ հույսը ունեմ։ Բոլորին շատ սիրում եմ, պաճիկ եմ անում։ Շատ կուզեի բոլորին շատ ժամանակ այն այդ տրամադրի, բայց չունեմ այդ ժամանակը ցավոք։ Այս էլ իմ Պաբլոյի պատմությունը, սենց միջդու պրոչեմ տողերի արանքում պատմեցի։ Սերիկը, կստատի, Պաբլոյից փոքր է։ Գալի գնում ասում ես ինչ ա կատարվում։ Պաբլոն ամեն մեկին չի պաճիկանում, ու շատ հաճախ չի պաճիկանում, ասեմ իմանաք։ Կյանքս ա Պաբլոս։ Ոչ ոքին չեմ կարա տամ իրան։ Բայց ինքը հաճախ այսքան շունիկների մեջ անտեսվում է, շատ հաճախ անտեսվում։ Բայց ինքը ամենաշատը ուշադրության կարիք ունի, որտեղ իր տոտիկները ցավում են ու տարիքի հետ ավելի շատ են ցավալու։ Պաբլուշուս։ Մի խոսքով, այս է մեր Պաբլոն։ Պաբլոյից հետո հաջորդ փրկվածը Գրաֆինյան ա եղել։ Իր պատմությունն է, հուսով եմ մի ուրիշ անգամ կպատմեմ ձեզ։ Չգիտեմ այսքան րոպե կլսեք, թե չէ։ Եթե հետաքրքիր է կլսեք։ Բոլորին լավ օր։ Որդեգրման սիրուն հրաշքներից սպասում են ձեզ լավ տերերին։ Բարի գիշեր։